Տարիներ շարունակ, դարեր շարունակ պետականություն չունեցող ժողովրդի համար անչափ կարևոր է առաջին հանրապետության այսպես հռչակումը եւ ծնունդը, որովհետեւ դա ըստ էության նշանակում էր հաղթանակած ժողովուրդ, հաղթանակած զավակներ, պետականություն, ազգային գիտակցության վերածնունդ եւ ինչը չափազանց կարևոր է, դա հնարավորություն է տալիս հետագայում սերունդներին այդ ոգով պահպանել, դաստիարակել ու շարունակել այն գաղափարախոսությունը, որը դրված է եղել առաջին հանրապետության պայքարի եւ այնուհետ հռչակման ուրեմն արահետներում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի անի առավելագույնը մեր պետականությունն առավել ամրապնդելու մեր երկրի ու մեր քաղաքացու համար արժանապատիվ պետություն, արժանապատիվ ուրեմն երկիր կառուցելու, կառուցածը պահպանելու եւ լավագույն ավանդույթները շարունակելու համար։ Սա թերևս կարծում եմ օրվա խորհուրդն է, յուրաքանչյուրը պիտի վերաիմաստավորի կամ նույնիսկ ինչու ոչ իմաստավորի, թե իր գոյությունը, թե պետության մեջ իր դերակատարությունը եւ թե պետության ու քաղաքացու փոխհարաբերակցության եւ քաղաքացին պետության համար ու պետությունը քաղաքացու համար բանաձևի իր համար ճիշտ մշակումն ու դուրսբերումը։ Յուրաքանչյուր պատմական պահ ունի պատմականորեն իրեն թելադրված ուրեմն որոշակի առանձնահատկություններ ու հանգամանքներ։ Միշտ հանգամանքները ու պայմանները թելադրանք ունեն կոնկրետ իրադարձությունների եւ երևույթների վրա, բայց պատմությունը նաեւ ընդհանուր դասեր է տալիս եւ այդ դասերը պետք է քաղել։ Ասել, որ կոնկրետ որոշակի ուրեմն ձևաչափով թերևս կդժվարանամ, բայց ընդհանուր ուրեմն իրավական պետության կառուցման տեսանկյունից անկասկած որոշակի ուսանելի դրվագներ կան եւ դրան պետք է շարունակել ու վերցնել դրանք։